Վրաստանից, Լիբանանից, Բուլղարիայից, Ֆրանսիայից ժամանած փաստաբանները մեր երկրում են մասնակցելու Հայաստանի փաստաբանների պալատի նախաձեռնությամբ գումարված միջազգային համաժողովին։ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի ուղեկցությամբ նրանք հանդիպեցին նաև ամենայն հայոց հայրապետի հետ։ Հյուրերին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը։ Նորին սրբությունը ողջունեց խմբի այցը մայրաթոռ, անդրադարձավ հայ ժողովրդի կյանքում Սուրբ Էջմիածնի դերակատարությանը, ընդգծեց, որ քրիստոնեական հավատքն է դարեր շարունակ եղել հայի նկարագրի ինքնության կերտողը։ Վեհափար հայրապետն անդրադարձավ նաև 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ոճրագործությանը, ինչպես նաև վերջին տարիներին Ադրբեջանի կողմից Արցախահայության նկատմամբ իրականացված ցեղասպան գործողություններին։ Նորին սրբությունը խոսեց Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների, Արցախահայության արդար իրավունքների պաշտպանության, գերիների վերադարձի, Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանման մասին կարևոր նկատելով միջազգային իրավապաշտպան կառույցների առաքելությունը ոճրագործությունների կանխարգելման ու դատապարտման գործում։ Մայրաթոռ ուրեմն այցելությունը կարելի ասել մեզ մոտ ավանդույթային է դարել եւ մենք հաճախ ունենում ենք ուրեմն այդպիսի պատվիրակություններ եւ միշտ աշխատում ենք բաց չթողնել առիթը եւ եւս մեկ անգամ լուսաբանել ՀՀ քելական Սուրբ Եկեղեցու նշանակությանը մեր պետության մեջ, իրավական համակարգում եւ նաեւ լուսաբանել հայ ժողովրդին առնչվող խնդիրների մասին։ Հանդիպումից հետո հյուրերը հնարավորություն ունեցան շրջելու նաև մայրաթոռի թանգարաններում։